Որ փուլում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, Հայաստանի արտգործնախարարը Անտալիա դիվանագետների հանդիպմանը չի մեկնել, խորհրդարանի խոսնակն է Ստամբուլում։ Հայտարարություն է այն, ինչ կատարվում է արդարադատության համակարգում, Փաշինյանի ելույթը խորհրդարանում, հանդիպությունը ներս ու դուրս էր անում։ $960 ինչ են ներմուծել Հայաստանից Ադրբեջան, Պեկի տվյալով արտահանման որևէ դեպք Մաքսայի մարմինը չի արձանագրել։ Անհավասար պայմաններ զինծառայողների համար, նույն տարում ծնվածները ինչու պիտի տարբեր ժամկետներով ծառայեն զինծառայողների ծնողների բողոքի ակցիան կառավարության դիմաց։ Սուբսիդավորվող վարկեր գյուղացուն, թանկ ու կրակ պայմաններում գյուղատնտեսական տարվա մեկնարկը տալու համար, ովքեր կարող են օգտվել ծրագրից։ Արդյոք կալանավորման որոշումները համաչափ են, փորձագետները կալանքը ծայրահեղ միջոց են համարում, ինչ պատկեր է Հայաստանում։ Խուզարկություններ ուժեղ Հայաստանի համակիրների տներում, հակակոռուպցիոնի տվյալով 14 մարդ է ձերբակալվել ընտրակաշառքի մեղադրանքով։ Շնորհակալ լինել ամեն օրվա համար եւ երբեք չհանձնվել նոր տարվա կինո երազանքների իրականացման մասին, ռեժիսոր Ելենա Արշակյանի ֆիլմի նկարահանումներն ավարտվել են։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Որ փուլում են հայ-թուրքական հարաբերությունները, Մարգարայի անցակետը բացելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ընթացքը կարծես թե դանդաղում է։ Արտգործնախարար Միրզոյանը չի մեկնել Անտալիա մասնակցելու դիվանագիտական համաժողովին, Հայաստանը ներկայացել է փոխարտգործնախարարի մակարդակով։ Թուրքիա է մեկնել ազգային ժողովի նախագահը Ստամբուլ մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի նիստին։ Նա կարճ շփում է ունեցել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի հետ։ Անտալիա դիվանագիտական ֆորումի Երևանից միայն փոխարտգործնախարարն է գնում առաջին անգամ 2022-ից հետո։ Հայկական պատվիրակության կազմն այս անգամ չի առաջնորդելու Հայաստանի գլխավոր դիվանագետը։ Վահան Կոստանյանը միայնակ կլինի Թուրքիայում, համաձայն դիվանագիտական ֆորումի պաշտոնական կայքի, որտեղ ներկայացված են միջոցառման բոլոր մասնակիցների տվյալները։ Ընդ որում դիվանագետների հավաքին Հարավկովկասից միայն Հայաստանն է փոխարտգործնախարարի մակարդակով ներկայանում։ Վրաստանից արտաքին գործերի նախարարը այնտեղ կլինի, Ադրբեջանից մինչև իսկ Ալիևը։ Ֆորումին կմասնակցի նաև Սերգեյ Լավրովը, ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր Անտալիայի դիվանագիտական ֆորումը նաև Երևան-Անկարա շփումների առանձին հնարավորություն էր ստեղծում, բայց մինչև այս պահը Հայաստանի գլխավոր դիվանագիտական կառույցից չեն պարզաբանել, թե ինչու այս տարի այսպես փորձեցինք ճշտել, զանգերն արտգործնախարարություն անպատասխան մնացին։ Ի տարբերություն վերջին 2 տարիների Անտալիական ֆորում այս անգամ չի գնալու նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով բանագնաց խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Դիրքորոշում չէ, բայց ավելին չի մանրամասնել։ Ես Անտալիա չեմ մեկնել։ Արտգործնախարարը։ Դե ասեցի էլի Այդ անցակում մեկնել եք, չէ՞, պարոն Ռուբինյան։ Դե հա, բայց ով անգամ չեմ։ Ոչ։ Իսկ փորձագիտական համայնքում առավելապես տարածաշրջանային անկայունության հետ են կապում Երևանի հաշվարկները դիվանագետների Անտալիական ֆորումին մասնակցելու միայն արտաքին գործերի փոխնախարարի մակարդակով։ Քաղաքագետն է ասում, վայրիվերումների պակաս չկա տարածաշրջանում, ընդ որում շեշտում է, դրանք կատաղի են վերաձևում օրակարգը։ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները, Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի հարաբերությունների հնարավոր այսպես փոխակերպումները, Թուրքիայի եւ Իսրայելի ներկայիս հարաբերությունների վիճակը, Իրանի տարածաշրջանային դերը եւ նշանակությունը, ինչպես նաեւ Իրան-Թուրքիա հարաբերությունների եւ շահերի հակասություններն ու որոշակի հարցերում համադրությունները ստեղծել են այնպիսի այսպես սպասողական եւ այսպես ասենք ոչ միանշանակ իրավիճակ, ինչը կարծում եմ թույլ է տվել Հայաստանի իշխանություններին որոշակի վերանայումներ իրականացնել այնուամենայնիվ։ Այսուհանդերձ արդեն նաև գրեթե 4 տարի Ռուբինյան քլեչ պայմանավորվածությունը չի բացում հայ-թուրքական սահմանի պինդ զոդված դարպասները, ընդ որում միայն երրորդ պետությունների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար, թեպետ դրա համար Երևանն ամեն ինչ արել է, ըստ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի։ Բացի այս, նախորդ տարեվերջին Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանը խոստացավ այս տարեսկզբին խորհրդանշական քայլեր անել Երևանին ընդառաջ հարաբերությունները կարգավորելու հարցում, բայց 2026-ի 4-րդ ամիսն է գլորվում, Թուրքիայից նորություններ
չեն հասնում։ Բացառությամբ թուրք պաշտոնյաների հայտարարության, թե Հայաստանի հետ հարցերը պարզելու համար Երևանը նախ պետք է լուծած լինի բոլոր խնդիրները Բաքվի հետ։ Այստեղ որևէ այսպես արտառոց բան չկա, որովհետև Թուրքիան երբեք չի թաքցրել, որ հայ-թուրքական հարաբերությունները կառուցվում են հստակ նախապայմաններով եւ այդ նախապայմաններն են այն հիմնական գործոնները, որոնցով պայմանավորված կարող է հայ-թուրքական հարաբերություններում այսպես պայմանական բեկում լինել։ Հարաբերությունները կարգավորելու գործընթացը դանդաղել է, մասնագետներն են նկատում, ունեն նաև տպավորություն, թե էական խնդիրներ կան այստեղ։ Մեր կողմից որևէ խնդիր չկա։ Փորձագետներն էլ են այս համոզմանը, խնդիրը հակառակ կողմում է Թուրքիայում։ Այստեղ է, որ հիմնավորում են Անկարան առանց նախապայմանների Երևանի հետ եւ ոչ մի անգամ չի նստել բանակցելու, եւ որքան էլ հայաստանյան իշխանությունները պնդեն, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու Երևան-Բաքու շփումներն իրարից անջատ են, մասնագետներն ասում են միևնույն է, դրանից չի խամրում թուրք-ադրբեջանական եղբայրության փայլը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել է ներկայացնել հայ գերիների դատավճիռների պատճենները կամ ամփոփագրերը, որոնք պետք է ներառեն գործում առկա ապացույցների հիմնավորումները։ Վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է, ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի հերթական դիմումը հայ գերիների պահման պայմանների, նրանց առողջական վիճակի մասին հաշվետվություններ ներկայացնելու պահանջը վերացնելու վերաբերյալ։ Բարձրագույն դատարանը Բաքվին պարտավորեցրել է շարունակել տրամադրել տեղեկություններ կալանավորվածների պահման պայմանների, ինչպես նաև նրանց վերջին բժշկական քարտերի եւ իրականացված բժշկական հետազոտությունների ու բուժման վերաբերյալ այլ փաստաթղթերի մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով այդ երկրի պետական մաքսային կոմիտեին տեղեկացրել են, թե 2026-ի առաջին եռամսյակում Ադրբեջանը առաջին անգամ ապրանքներ է ներկրել Հայաստանից եւ որ գործարքի արժեքը կազմել է $960։ Ապրանքների տեսակների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։ Նույն ժամանակահատվածում ըստ ադրբեջանական պետական մաքսային կոմիտեի Բաքուն Հայաստան է արտահանել $5,760,000 արտադրանք։ Արձագանքելով մամուլում տարածված տեղեկությանը Պեկից հայտնել են, որ Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել։ Մի քանի օր առաջ մի 20 հոգի Ադրբեջան են գնացել, հավանաբար սրանց ուղեբեռի մեջ եղել արժեքավոր նվերբան, դա երևի գրանցել են։ Ադրբեջանի հետ առևտրային տնտեսական ոչ մի հարաբերություններ չկան, մաքսա կետերում այդ բանը չկա, մաքսա զերծումներ էս կողմենքով Ադրբեջանին այդ բենզինը, որ ուղարկում է կամ տնտեսական ծորեն հասկացնում։ Այս թուրանական ծրագրի կոմպոնենտներն են։ Մենք արտահանելու ոչինչ չունենք։ Փայլատի թեղ են ասում են, իբրտե պահածում է Ադրբեջանի հետ պահածում ձեռ կրակն անկել։ Ադրբեջանի հերթական վայրագություն այս անգամ էլ հողին է հավասարեցրել Ստեփանակերտի Հեքիմյան փողոցում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցին։ Տարածված լուսանկարներից երևում է, որ ոչ միայն եկեղեցին է ոչնչացվել, այլև ամբողջ շրջակա տարածքն է հողին հավասարեցվել։ Ոչնչացվել է նաև եկեղեցու տարածքում գտնվող խաչքարերն ու կոթողները, այդ թվում քանդակագործ Ռոբերտ Ասկարյանի հեղինակած խաչքարը։ Ստեփանակերտի անկախությունից հետո առաջին եկեղեցին էր։ Ինքը լենց ճարտարապետորեն բավականին համեստ մի կառույց էր, բայց քանի որ դա էր դեր առաջինը, ժողովրդի կողմից շատ սիրված եւ հարգված էր, այդ բոլորը կորսվել են եւ անկեղծ ասած նաեւ ադրբեջանական մեկնաբանությունները, բանը միանշանակ դրանք այդ բոլորը օկուպանտական ժառանգություն է։ Հաջորդ թեմայի մասին այնինչ տեղի է ունենում մարդահրադատության համակարգում խայտառակություն է։ Փաշինյանն է այսօր հայտարարել ազգային ժողովում, ասել, թե քիմիաթերապիան էլ էֆեկտ չի տալիս, պետք է քաղցկեղը հեռացնել ուղիղ վիրահատական միջոցով։ Փաշինյանի խոսքով այսօր ծայրահեղ անհրաժեշտ է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը, որը առանց սահմանադրության փոփոխության հնարավոր չէ։ Ընդդիմությունը լքել է դահլիճը ելույթի ժամանակ, ապա վերադարձել քվեարկությունների ժամին։ Փաշինյանի այս ելույթն էլ ընդդիմության ներկայացուցիչները բոյկոտեցին։ ՔՊԱ-ականներն են ու մի քանի անկախ պատգամավորներ։ Գրանցվում են, որպեսզի աշխատավարձ ստանան, բայց գնում են, որպեսզի չմասնակցեն նիստին։ Ոնց որ պատտվիր կյանքի կարուսել երգը։ Մի քանի նախագծերի քվեարկության ժամանակ արդեն ընդդիմության մեծամասնությունը նիստերի դահլիճում էր։ Ընդդիմությունը նկատեց, որ Փաշինյանը հեռախոսով տեսանկարահանում է։ Ծելայնակիցներ, քիչ առաջ դուք տեսաք ինչպես են SMS-ներով հրահանգներ իջեցվում։ Կոնեն պատկերացումը դա էր։ Մի քանի րոպե առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով նկարում էր դահլիճի այս մասը եւ այդ նկարելուց հետո Վահագն Ալեքսանյանի մոտ հարց ծագեց մեր խմբակցության քվեարկությունների
մասին։ Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց ցույց տալ իր հաղորդագրությունները։ Ես ուրիշի գրագրությունը չեմ նայում, շնորհակալություն։ Ընդդիմությունը չկա, բայց այսօր եկել են քվեարկություններին մասնակցեն, որ պարգևավճարից չզրկվեն։ Նիստերի դահլիճից դուրս արդեն լրագրողներն ընդդիմության ներկայացուցիչից են փորձում տեղեկանալ, որն է պատճառը օրինակ կառավարության հետ հարց ու պատասխանին չմասնակցելու Նիկոլ Փաշինյանի ներկայության դեպքում նիստերի դահլիճը լքելը։ Դու մի խոսք ես ասում, ինքը այդ խոսքի 3 անգամ ավել ժամանակ ունի պատասխանելու, դրան չի պատասխանում, ուրիշ բան է պատասխանում։ Աղբանը դրան պատասխանի կասես ջայնամը գյոռ է։ Մեզ պետքա վիրահատական ճանապարհներով լուծել այդ թվում արդարադատության հարցը։ Հերիքա բանի ժողովրդի ներվերը ինչքան կարելի է քայքայել։ Սա էլ պատճառներից ու հիմնավորումներից մեկը սահմանադրությունը փոխելու համար։ Փաշինյանի դժգոհությունների տարափն ուղղված արդարադատության համակարգին հնչեց նաև ազգային ժողովում։ Արդարությունը եւ արդարադատությունը համապատասխանությունն է սահմանադրությանը եւ սահմանադրությունից բխող օրենքներին։ Ընդդիմադիր падգամավոր Ռուստամյանը ռետորական հարց է ուղղում։ Սահմանադրության մեջ գրված է, թե ինչ է կատարվում Հայաստանում դատական համակարգի հետ։ Այսինքն սահմանադրությունն է մեղավոր, որ այսօր դատավորները կատարում են քաղաքական պատվերներ։ Այդ են ինչ որ ինքն ասում է, այդ են նրանց մասին է ասում, որոնք որ մինչև հիմա իրենց խղճով եւ օրենքներով առաջնորդվելով մեկ նորմալ վճիռներ են կայացնում։ Դժգոհում է Ռուստամյանը իշխող ուժից, պահվածքից։ Լրագրողներն էլ հարց են ուղղում, այդ դեպքում ինչպես է ընդդիմությունը հեռացնելու գործող իշխանությանը։ Ընդդիմադիր падգամավորը թե առանձին ընտրության գնացող ընդդիմությանը դա չի հաջողի։ Ըստ նրա միայն միասնական ընդդիմությունը կարող է 50% եւ ավելի ձայն ունենալ։ Իսկ եթե գործող իշխանությանը կրկին հաջողվի իշխող ուժ լինել խորհրդարանական ընտրությունների արդյունքում, մենք կունենանք ոչ թե խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված ազգային ժողով, այլ միլի մեջլիս։ Դրանից հետո Հայաստան խմբակցության անդամներն ասում են. կորոշեն աշխատել այդտեղ, թե ոչ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Անհավասար պայմաններ զինծառայողների համար նույն տարում ծնվածները ինչու պիտի տարբեր ժամկետներով ծառայեն զինծառայողների ծնողների բողոքի ակցիան կառավարության դիմաց։ Սուբսիդավորվող վարկեր գյուղացուն թանկ ու կրակ պայմաններում գյուղատնտեսական տարվա մեկնարկը տալու համար ովքեր կարող են օգտվել ծրագրից։ Արդյոք կալանավորման որոշումները համաչափ են, փորձագետները կալանքը ծայրահեղ միջոց են համարում, ինչ պատկեր է Հայաստանում։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ 2025-ին զորակոչված զինծառայողների ծնողները շարունակում են պահանջել արդար մոտեցում բոլոր զինծառայողների ծառայության ժամկետների առնչությամբ։ Խոսքը վերաբերում է զինծառայության ժամկետը 18 ամիս սահմանելուն։ Փոփոխությունն ըստ ծնողների պետք է տարածվի բոլոր զորակոչիկների վրա։ Նրանք դա չեն համարում ոչ անհնար եւ ոչ էլ պետության համար վտանգավոր քայլ։ Ծնողները շեշտել են, որ իրենց որդիները չեն խուսափել ծառայությունից եւ կոչ են արել իշխանություններին ստեղծել աշխատանքային խումբ եւ լուծումներ առաջարկել։ Իրականում այդ 6 ամիս կրճատելը դա քարոզչական է եւ երկրորդ մեր երկու ոչ բարեկամ երկրների ռազմաքաղաքական ղեկավարության չհայտարարված պահանջն է բանակի թվականակի կրճատումը։ Թվակ այդ տարիները, ամիսները ծառայության ժամկետային զինծառայողին ինչ չափորոշներով են տրվում։ Ինչ որ մեկի սուբյեկտիվ ընկալումով ասենք ոնց որոշեցին, որ 6 ամիս կրճատվի։ Եվ ընդհանրապես ծառայության ժամկետը ոնց է որոշվում։ Ցուրտ ու անձրևոտ եղանակը մի փոքր հետ է գցել գյուղատնտեսական տարվա մեկնարկը։ Գյուղացին այգի ու դաշտ մտնելուց առաջ ապշած է մնացել թանկ ու կրակ սերմացուի վառելիքի եւ պարարտանյութի գներից։ Պետությունը սուբսիդավորվող վարկ է առաջարկում ընդհանուր 40 միլիարդ դրամ, որից կարող են օգտվել ֆերմերները։ Փորձագետների կարծիքով սակայն առանց իրացման եւ մթերման պայմանագրերի եւ փոխհատուցման համակարգի ներդրման գյուղացին ելի մենակ կմնա իր խնդիրների առջև, հայացքը երկնքին, եղանակի բարեհաճությանը։ Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը Հայաստանում հիմնականում տրվել է եւ առաջին բանը ինչին բախվում են հիմա ֆերմերները տոտալ թանկությունն է։ Խոսքը գյուղ ոլորտին առնչվող նյութերի գնաճի մասին է։ Սերմացու, վառելիք, պարարտանյութ։ Կարտոֆիլի տնկանյութը Եվրոպայից գալիս հասնում է Հայաստան 1300-ից 1400 եվրո։ 1000 եվրո չեն հասնում, 800 եվրո է եղել։ Հայաստանում այս շուկաներում որոշիչ դեր ունեն Իրանում արտադրված եւ Իրանի տարածքով ներկրված ապրանքները։ Երկու դեպքում էլ բնականաբար մեծ խնդիրներ են առաջացել Իրանում ծավալվող պատերազմի ֆոնին։ Այս պայմաններում կառավարությունն օրերս հաստատել է մի որոշում, որով ամբողջությամբ սուբսիդավորող վարկեր ներգրավելու հնարավորություն է տալիս ֆերմերներին։
Շահառուն ծրագրին մասնակցելու համար ֆինանսական կառույցը ներկայացնում ծրագիր տեղեկանք վարկային միջոցների ծախսման ուղղությունների վերաբերյալ։ Յուրաքանչյուր շահառուի տրամադրվող վարկի սահմանաչափն է 1-ից 2 միլիոն դրամ։ Վարկի հետ կապված ֆինանսական կառույցի ծառայությունների համար այլ վճարներ չեն գանձվում։ Յուրաքանչյուր շահառու պետք է վարկավորվի միայն մեկ ֆինանսական կառույցի կողմից։ Վարկը տրամադրվում է տարեկան մինչև 14% տոկոսադրույքով, սակայն շահառուի կողմից վճարման ենթակա տոկոսադրույքը կկազմի 0%։ Վարկի մարման ժամկետը սահմանվում է մինչև 3 տարի։ Վարկի մայր գումարի առաջին մարումը ըստ նախագծի պետք է իրականացվի այն տրամադրելուց 6 ամիս հետո։ Վարկերի մարման գործընթացն իրականացվելու է մայր գումարի ամսական վճարման եղանակով։ Վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տույժեր եւ տուգանքներ չեն սահմանվում։ Տրամադրված վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է, եթե վարկը նպատակային չի օգտագործվել, այն է գյուղատնտեսության եւ ագրովերամշակման համար կամ եթե շահառուի կողմից տրամադրվել է կեղծ տեղեկատվություն եւ դա բացահայտվել է վարկի տրամադրումից հետո։ Տոկոսագումարի սուբսիդավորումը դադարեցվում է նաեւ, եթե 1 տարվա կտրվածքով վարկառուն 90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ է կուտակել։ Բոլոր այս դեպքերում ֆինանսական կառույցը իրավասու է սուբսիդավորման գումարը պահանջել վարկառուի։ Այս նախագծի իրականացման համար հատկացվելու է 40 միլիարդ դրամ։ Քիչ փող չէ։ Եթե բաժանենք 1-ից 2 միլիոն դրամի, կստացվի մոտ 20-25 հազար շահառու։ Հաց։ Իսկ ովքեր իրականում կկարողանան օգտվել այս նախագծից։ Մարդիկի վիճակի չեն հիմնականում մարդը վարկ վերցնելու բոլորը հիմնականում ժամկետանց կամ սեր ցուցակում են, ազնվորեն պետք է տանեն կամ մի ժամկետանց վարկ հակեն, կամ էլ որ արդեն եկնելու է ժամկետան ու որի որ տոկոսը բարձր է, իշխաններ ուզում է թղթի վրա բերեն, թե չգիտեմ իրանք գյուղատնտեսության մեջ ինչ են անելու, ժողովրդին նախընտրական ինչ-որ բան են ուզում հրամցնել։ Խնդիրն այն է, որ էժան փողը միակ գործոնը չէ, որից կախված է ֆերմերների ստանալիք եկամուտը։ Ավելին, մինչև փողը պետք է ապահովված լինեն պայմաններ, որպեսզի որևէ մեկն ուզենա զբաղվել գյուղատնտեսությամբ, նշում են փորձագետները։ Մարդը չունի պայմանագրեր, որ ժամանակում պետքա մթերումները իր ունեցած ապրանքը հանձնի։ Մարդը չունի պայմանագիր, որ ցրտարությունից, կարկուտից պետքա ծախսերի փոխհատուցում ստանա։ Մարդը չունի, որ իր անասունը կարող է առանց հիվանդության, առանց խնդիրների բուծել եւ մթերել։ Եթե չեն ապահովում այս պայմանները, ապա փոքր չէ հավանականությունը, որ մարդը կունենա բերք, որը կոչնչանա կարկուտի հետևանքով, կամ կգնի խոշոր եղջերավոր անասուններ, որոնք կսատկեն հիվանդությունից։ Հետո բոլոր այս դեպքերում մարդիկ նորից կկանգնեն սեփական գույքը կորցնելու վտանգի առաջ, որովհետև սուբսիդավորումով թե առանց սուբսիդավորման վարկի գումարը միևնույն է, ստիպված են լինելու վերադարձնել։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Վերջին շրջանում աղմկահարույց մի քանի կալանավորումներից հետո հանրության շրջանում քննարկումներ են, ինչու են ավելացել եւ որքանով են համաչափ կալանքի միջնորդությունները։ Պաշտոնյաները վիճակագրությունն են հղում անում։ Կալանքի դեպքերը ոչ թե ավելացել են, այլ դրան շուրջ աղմուկն է ակտիվացել։ Փորձագետների կարծիքով սակայն կալանքը կիրառվում է որպես պատժի եւ ճնշման միջոց, հաճախ ընտրողաբար ելնելով քաղաքական նպատակահարմարությունից։ Կալանքի կիրառման պրակտիկան մնում է հանրային քննարկումների կենտրոնում։ Պաշտոնական պարզաբանմամբ Արդարադատության նախարարությունը խափանման միջոցը կատարող մարմին է եւ այս համատեքստում սկսում է գործել այն փուլում, երբ համապատասխան որոշումները արդեն ընդունված են եւ անհրաժեշտ է ապահովել դրանց իրականացումը։ Սակայն իրավապաշտպանները պնդում են, որ խափանման այս միջոցը հաճախ ոչ համաչափ է կիրառվում։ Բազմաթիվ դեպքեր ենք մենք տեսնում, օրինակ ընտրովության սկզբունքով են մոտենում, ոչ թե օրենքի կիրառման, Facebook-յան գրառման համար բերման ենթարկեցի, բայց մենք այնց գրառումներ ենք տեսնում կամ հայտարարություններ, որոնց հետևից չեն գնում։ Այդ երկակի ստանդարտները ամեն օր մենք տեսնում ենք։ Կալանքը պետք է կիրառվի ծայրահեղ դեպքերում։ Միջազգային չափանիշներով կարևոր է, որ կալանքի կիրառումը լինի հիմնավորված եւ համաչափ։ Ըստ Դատական դեպարտամենտի պաշտոնական տվյալների 2025 թվականին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները ստացել են 3530 միջնորդություն։ Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնցից բավարարվել է 2148-ը։ 2024 թվականին այդ թվերը համապատասխանաբար 3719 եւ 2577 են
եղել։ Մասնագետները նշում են, որ հանրային ընկալումը հաճախ ձևավորվում է հիմնականում աղմկահարույց գործերի լուսաբանման ազդեցությամբ, ինչի հետևանքով կարող է տպավորություն ստեղծվել, թե կալանքը կիրառվում է գրեթե բոլոր դեպքերում։ Իրական պատկերը նրանց գնահատմամբ ավելի բազմաշերտ է, կամ բազմաթիվ դեպքեր, երբ կիրառվում են այլընտրանքային խափանման միջոցներ, որոնք սակայն մնում են հանրային ուշադրությունից դուրս։ Կալանքների թվի աճի հետ կապված կամ կիրառման հետ կապված կարելի է փաստել, որ որոշակի գործերի շրջանակներում, որոնք որ կարող է չկիրառվել կալանքը, սրանք են, որ հենց հնչեղություն են ապահովում եւ տպավորություն են ստեղծում հայտարարության մոտ, որ կալանքի թվերը աճել են։ Քրեակատարողական համակարգում ըստ արդարադատության նախարարի արձանագրվել է ուշագրավ տեղաշարժ։ Վերջին 5 տարիների ընթացքում առաջին անգամ դատապարտյալների թիվը գերազանցել է կալանավորների թվին շուրջ 70-ով։ Սա կարող է վկայել ոչ միայն քրեական արդարադատության համակարգի ծանրաբեռնվածության, այլև խափանման միջոցների կիրառման պրակտիկամ տեղի ունեցող փոփոխությունների մասին։ Քրեակատարական հիմնարկներում շարունակաբար իրականացրել ենք դատապարտյալներին եւ անազատության մեջ գտնվող անձանց պահելու պայմանների բարելավումներ, վերանորոգման աշխատանքներ, գրեթե ամբողջությամբ լուծված է քրեակատարական հիմնարկներից դատարան ուղեկցումների հարցը։ Վերաքննիչ դատարան է բողոքարկվել կալանքի վերաբերյալ 1321 որոշում, որոնցից 94-ը բեկանվել է, իսկ 572-ը անփոփոխ է մնացել։ Մասնագետները ահազանգում են, որ որոշումներ ընդունելիս հաճախ բավարար չափով հաշվի չեն առնվում անձի անհատական հատկանիշները, ինչպես նաև սոցիալական եւ ընտանեկան դրությունը։ Իրավապաշտպանները նաև պնդում են, որ որոշ դեպքերում կալանքը կիրառվում է որպես ճնշման միջոց։ Հազվադեպ է լինում, որ մենք մեր գործով տեսնենք, որ կալանքը կարող է իսկապես գործում միջոց լինել։ Մնացած բոլոր դեպքերում սա կիրառվում է որպես պատիժ։ Իհարկե հայտնի մարդկանց կալանավորում են բացառապես այն դեպքում, երբ պետք է նրանց որոշակիորեն չեզոքացնել։ Հիմնական խնդիրն է, թե երբ օրենքը միատեսակ չի կիրառվում եւ որոշակի անձինք օրենքի առջև մի փոքր ավելի առավելություն են ունենում, այն դեպքում, երբ պետք է հավասար լինել։ Քրեական արդարադատության համակարգի արդյունավետությունը մասնագետների համոզմամբ չափվում է ոչ թե կիրառվող կալանքների թվով, այլ դրանց հիմնավորվածությամբ եւ անհրաժեշտությամբ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Այսօր ոստիկանության օրն է համակարգի կազմավորման 108-ամյակը։ Ներքին գործերի նախարարությունում կոլեգիայի հանդիսավոր նիստի ժամանակ շնորհավորական ուղերձներով են հանդես եկել վարչապետն ու ներքին գործերի նախարարը։ Օրվա խորհրդի շրջանակում քաղաքացիների շրջանում անցկացրել ենք հարցում, պարզելու թե ինչպես են նրանք գնահատում ոստիկանության աշխատանքը, ինչ ակնկալիքներ ունեն իրավապահ համակարգից եւ ինչ գնահատական են տալիս ոստիկանության վերջին տարիների աշխատանքին։ Թող զարգացնեն, որ կրիմինալը քչանա։ Օրեկան ասում ես մեկին դանակահարեցին, մեկին սպանեցին։ Ոստիկանությունը պիտի պայքարի դրա դեմ։ Այդպես չի լինի։ Ընդհանրապես երկիրն է ապահովում, չեմ կարող ասել դա ոստիկանության շնորհքն է, կառավարության շնորհքն է, թե ժողովուրդն է ավելի խելոքացել։ Կրկին դադարում էր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Ուզարկություններ ուժեղ Հայաստանի համակիրների տներում հակակոռուպցիոնի տվյալով 14 մարդ է ձերբակալվել ընտրակաշառքի մեղադրանքով։ Շնորհակալ լինել ամեն օրվա համար եւ երբեք չհանձնվել նոր տարվա կինո երազանքների իրականացման մասին ռեժիսոր Ելենա Արշակյանի ֆիլմի նկարահանումներն ավարտվել են։ Օրվա առավելագույն ջերմաստիճանը 20-ն է, որտեղ սպասել ավելին քիչ ուշ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Հավատալ սեփական երազանքին եւ գնալ նրա հետևից ամենակարևորը չհանձնվելն է, ռեժիսոր Ելենա Արշակյանի նոր ֆիլմի ուղերձն է։ Ռեժիսորը շարունակել է նոր տարվա կինոպատումը, երկրորդ ֆիլմի նկարահանումները արդեն ավարտվել են։ Նոր տարվա կինո 2-ը մեծ էկրան կբարձրանա նոյեմբերին։ 4 մատորալուր Նոր տարվա գլխավոր կինոյի նոր տարվա կինո 2-ի նկարահանումներն ավարտվել են եւ ֆիլմն անցնում է հետարտադրական փուլ։ Արդեն սիրված կինոպատմությունը վերադառնում է նոր ասելիքով։ Նկարահանումների բարդ, բայց հաճելի փուլն ավարտված է։ Ռեժիսոր Ելենա Արշակյանի խոսքով թիմն աշխատել է կիսելով այն գաղափարը, որը դրված է ֆիլմի առանցքում։ Նկարահանումները բարեհաջող ընթացք ունեցան, հետո կտեսնենք մոնտաժային սենյակում, իսկ արդեն վերջնական արդյունքը հանդիսատեսը կտեսնի դահլիճում։ Ի պատիվ իմ թիմի նկարահանումներս անցել են բարձր մակարդակով եւ ի պատիվ դերասանների պետք է ասեմ, որ ես կարողացել եմ ստանալ այն,
ինչ ուզել եմ։ Ֆիլմը պատմում է մեծ սիրո մասին, որը ծնվել է դժվար օրերին, անցել բազմաթիվ փորձություններ եւ ապացուցել նոր տարվա գիշերը իսկական կախարդական ուժ ունի։ Սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանի խոսքով ֆիլմի ուղերձը երբեք չհանձնվելն է ու շնորհակալ լինելն է։ Մենք երջանիկ ենք, երբ որ շուրջը բոլորն են երջանիկ եւ նաեւ շատ կարևոր մի բան կա այստեղ, շնորհակալ լինելը հաճախ դատարկ խոսք է հնչում, որովհետև չգիտես ում շնորհակալ լինես, առանց պաթոսի, մենք պիտի շնորհակալ լինենք մեր հայրենիքին, որովհետև մենք միշտ ինչ-որ բան ենք պահանջում, բայց պիտի նաև տանք։ Կարծում եմ, որ ֆիլմից դուրս եկող հանդիսատեսը կհասկանա ինչի մասին է խոսքը։ Ֆիլմում նկարահանվել են Մկրտիչ Արզումանյանը, Անի Երանյանը, Վարուժ Մարգարյանը, Լիաննա Վանոյանը, Արմինե Պողոսյանը եւ այլ սիրված դերասաններ, ստեղծելով ջերմ, հարազատ ու տոնական մթնոլորտ։ Նոր տարվա կինոից արդեն բոլորին ծանոթ Հայկը այս ընթացքում փոքրինչ փոխվել է, բայց հավատում է իսկական ընկերությանն ու գիտի, միայն մեկը մյուսի ձեռքը բռնելով կարող են իրականացնել անհնարին թվացող երազանքներն ու ճանապարհին հանդիպող խոչընդոտները։ Ֆիլմը ուսուցանում է եւ ընկերասիրություն, եւ հայրենասիրություն, եւ ամենակարևորը վստահել եւ գնալ երազանքի հետևից։ Հայկի ամենամտերիմ ընկերը Եվան Խոստովանում է, շատ բան է սովորել ֆիլմից արժեքներ, որոնք պետք են բոլորին իրական կյանքում։ Ֆիլմը ուսուցանում է հետևել երազանքին, ձգտել հանուն երազանքի ամեն ինչի եւ նաեւ բացի մեր սեփական երազանքից կարեւորել դիմացինի երազանքը։ Ինչ նոր տարվա կինո առանց ձմեռ պապ։ Դերասան Արթուր Կարապետյանը, ինչպես առաջին մասով, այստեղ էլ տոնական հրաշքն է ապահովում եւ անում հնարավորը կարեւոր երազանքի իրականացման համար։ Ամեն ինչի հիմքում հավատն է։ Եթե մարդը չունի հավատ իր նպատակի, իր երազանքի հանդեպ, շատ դժվար կլինի երազանքին հասնելու ճանապարհը։ Ֆիլմի գլխավոր հերոսի երազանքի իրականացման ճանապարհին է ընկերը Ռուբենը, ում մարմնավորում է Վաչե Երիցյանը, որը պատրաստ է իր մարտական ընկերոջ հետ կիսել թե տխուր եւ թե ուրախ օրերը։ Ընկեր եղեք, լավ ընկեր եղեք, դա որը ինձ թվում է բոլոր ընկեր խաղացողները այդ ուղերձումն են։ Ֆիլմի գլխավոր գործընկերը Յուքոմ ընկերությունն է, Հայաստանում առաջատար օպերատորներից մեկը, որը հայտնի է իր արագ շարժական ինտերնետով եւ զարգացած ֆիքսված ցանցով։ Ընկերությունն առաջարկում է ինտերնետ, IPTV եւ OTT հեռուստաընկերություն, ինչպես նաեւ շարժական եւ ֆիքսված կապի ծառայություններ։ Ֆիլմի գլխավոր գործընկերներից է Mountain հյուրանոցը։ Ֆիլմի գործընկերներն են նաև Royal Armenian եւ Sovrano Group-ը։ Նոր տարվա կինո 2-ի պրեմիերան նախատեսված է այս տարվա նոյեմբերի 5-ին։ Ֆիլմը կցուցադրվի Երևանի բոլոր կինոթատրոններում, ինչպես նաև Հայաստանի մարզերում։ Խորհելու տեղի կտա անպայման ֆիլմը, անպայման։ Տոնական պատմություն, որը եւս մեկ անգամ կհիշեցնի, հրաշքները լինում են, երբ հավատում ես։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Ինչպես են դրոններ պատրաստվում զոդումից մինչև ցուցադրական թռիչքներ, երիտասարդների համար դասընթաց է կազմակերպել ARM դրոնը, նաև մրցույթ անցկացրել։ Նպատակը երիտասարդների մոտ տեխնոլոգիական մտածելակերպի զարգացումն է։ Դասընթացների կազմակերպման հարցում աջակիցը Յուքոմն է։ ARM դրոն համայնքը Յուքոմի աջակցությամբ պատանիների համար կազմակերպել էր առաջին դեմքից դիտում ապահովող դրոնների անվճար դասընթացի շրջանակում անվճար բաց դաս։ Դասընթացի մասնակիցները իրականացրեցին ծրագրային ապահովման հետ աշխատանքներ, դրոնների բաղադրիչների զոդում, մինի վուփ դրոններով թռիչքներ փակ տարածքում, մեծ դրոնների թռիչքների ցուցադրություն, անցկացվեց նաև փոքրիկ վիրտուալ մրցույթ։ Երեխան կամ պատանին փոքր տարիքին ինքը հասկանում է, թե ինչպես կարողանում է զարգացնել իր մտածելակերպը, հիմնվելով ատլայն հորիզոնների վրա, որը բացում է իրեն տեխնոլոգիան։ Եվ իհարկե, ինչքան կզարգանա մեր երեխաների ու պատանիների մտածելակերպը, ինչքան իրենք տեխնոլոգիական հմտություններ ձեռք կբերեն, ինչքան ես վստահ եմ ու ավելի կամ վստահ եմ, որ դա կծառայի մեր երկրի ապագայի զարգացման համար տեխնոլոգիական տեսանկյունից։ Յուքոմի գլխավոր տնօրենի հետ զրույցում մասնակիցները կիսվեցին իրենց փորձով, պատմելով հանդիպած դժվարությունների, հետաքրքրությունների եւ հետագա նպատակների մասին։ Մեծ ուրախությամբ հայտնում եմ, որ Յուքոմի աջակցությամբ արդեն այս տարի կարողանալու ենք մայիսի 17-ին կազմակերպել
մեծ միջազգային մրցույթ։ Երկրորդ տարին է, ինչ Յուքոմի աջակցությամբ իրականացվող դասընթացների շնորհիվ տասնյակ պատանիներ հնարավորություն են ստանում գիտելիքներ ձեռք բերել ԱԹՍ ոլորտում, զարգացնել իրենց տեխնոլոգիական մտածելակերպը եւ հմտությունները։ Մասնակիցները ծանոթանում են ժամանակակից ԱԹՍ-ների տեխնոլոգիաներին, ինժեներական մտածողության հիմունքներին եւ FPV First Person View դրոնների առանձնահատկություններին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Արտակարգ իրավիճակ Լոռիում Փամբակ գյուղի տարածքում ջրատարի վթարի հետևանքով ջուրը ավազն ու հողը տարել լցրել է երկաթգծի վրա։ Գնացքների տեղաշարժը դարձել է անհնար։ Ջրի հոսքը դադարեցվել է, վթարը վերականգնվում է։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության պատժի խստացման նախագիծը։ Իրավակարգավորումները խստանում են հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների տարածման եւ անչափահասների ներգրավելու դեպքերում։ Օրինակ, եթե դա կատարվի որևէ Telegram ալիքով, ապա 3-ից 6 տարվա փոխարեն կարող է սպառնալ 4-ից 8 տարվա պատիժ։ 2027 թվականի հունիսի 1-ից Հայաստանից Օման արտահանվող մսամթերքը պետք է ունենա հալալ վկայական։ Սա Սուլթանության սննդամթերքի անվտանգության եւ որակի կենտրոնի հավատագրված մարմինների կողմից տրվող փաստաթուղթ է, հայտնում են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։ Պահանջը ներդրել են հաշվի առնելով երկու երկրների միջև առևտրաշրջանառության խթանումը եւ Օմանի հետաքրքրությունը հայկական արտադրանքի նկատմամբ։ Իրավապահները խուզարկություններ են իրականացրել Ուժեղ Հայաստան կուսակցության համակիրների տներում։ Հակակոռուպցիոնից հայտնում են, որ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալել են 14 հոգու, ընտրակաշառք տալու եւ ստանալու մեղադրանքներով։ Ավելի ուշ կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որի համաձայն փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամների եւ նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել, դեպքի առթիվ նախաձեռնել են քրեական վարույթ։ Քարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի եւ Կարեն Աբրահամյանի սպանության գործով մեղադրյալների կալանքը դատարանը երկարացրել է։ Նրանց խափանման միջոցն անփոփոխ կմնա եւս 3 ամիս։ Թեպետ-պաշտպանական կողմը միջնորդել էր այն փոխարինել տնային կալանքով։ Ի դեպ, մեղադրյալներից Գևորգ Հարությունյանը հրաժարվել է նախաքննության ընթացքում տված խոստովանական ցուցմունքներից։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոքր վեդին վերանվանել Խոր Վիրապ։ Գերատեսչությունը հիմնավորել է, թե բնակավայրն արդեն լայնորեն հայտնի է Խոր Վիրապ անվամբ եւ գտնվում է Վանական համալիր տանող ճանապարհին։ Բնակիչների մեծ մասն ըստ նախարարության աջակցում է անվանափոխության նախագծին։ Արշիլ Գորգու անվերնագիր գրաֆիկական ստեղծագործությունը Հայաստան է գալիս։ Լոնդոնում կայացած աճուրդից Հայաստանի կառավարությունն այն ձեռք է բերել գրեթե 31 միլիոն դրամով ազգային հավաքածուն հարստացնելու նպատակով։ Կցուցադրվի Հայաստանի ազգային պատկերասրահում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օթերևութաբանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է գերմանական Վայլենդ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Վայլենդ ձեր բնակարանի կայուն եղանակը, մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի առանց տեղումների, արևոտ երկնքով։ Ջերմաստիճանը կբարձրանա 4-ից 8 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 11-ից 14 աստիճան։ Վայոց-Ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 16-ից 19, Լոռիում 10-ից 14, Տավուշում 13-ից 17 աստիճան, Արարատում, Արմավիրում կդիտվի 16-ից 19, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 18-ից 20, Սյունիքի նախալեռներում 11-ից 15 աստիճան։ Երևանում օրը կանցնի առանց տեղումների։ Այս գիշեր սպասվում է 2-ից 4, ցերեկը 16-ից 18, երեկոյան 10-ից 14 աստիճան։ Հրաժեշտից առաջ հիշեցնեմ, որ մեր այս թողարկումից հետո Արմենիայի եթերում ընտրության ժամն է, այսօրվա հյուրը Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Էդգար Ղազարյանն է։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։